Պարոն Դասյան, մենք ուղիղ եթերում ենք, կխնդրեմ ներկայացնեք ձեր գնահատականը այս որոշումների շարքին պարոն Ղազինյանի ձերբակալելու որոշմանը։ Դե որ ապօրինությունների շղթան շարունակում է, դրանով ոչ մի կասկած չկա, այսօրվա իշխանությունները իրենց ռեպրեսիվ մեթոդները շարունակում են, բայց մի բան հաշվի չեն առնում, իրենք մտածում են, որ մեզ կվախեցնեն ձերբակալություններով, հետապնդումներով, ապօրինություններով, բայց դա հակառակ էֆեկտն է տալիս։ Մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք, մենք գիտենք, որ մեր պայքարը ճիշտ ուղու վրա է, եւ այս իրենց վախի մթնոլորտ ստեղծելը հակառակ էֆեկտ է տալիս։ Մեր թիմը կուռ է, մենք չենք վախենում կալանավորումներից եւ հետապնդումներից, մեր քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությանը ծառայելն է, ոչ թե այլ պետության շահ սպասարկելը, հետեւաբար մեր նպատակները ազնիվ են։ Դա կլինի մեր գործընկերը, մեր ընկերը Դավիթ Ղազինյան, թե այլ անձինք, ովքեր հիմա կալանավորված են կամ ապագայում կկալանավորվեն, ըստ երևույթին մեր աշխատանքն եւ մեր գործը շարունակվում է, այսպես։ ԿՀ-ի որոշումը է, ինչպես կմեկնաբանենք։ Դե, գիտեք, երբ որ մենք հաշվի ենք առնում թե ով է ԿՀ-ի նախագահը, գիտենք իր անցյալը, ՔՊ-ի ծերտ աֆիլացումը, նաեւ շեշտենք, որ ՔՊ հիմնադիր մարդ է հանդիսանում ԿՀ-ի նախագահը, ու ակնհայտ էր, որ այդ մարդու որոշումները ըստ երևույթին քաղաքական պատվերի որոշումներ են։ Մենք ունենք դատարանի որոշում, որը պարզապես արհամարվեց, թքած ունեցան դատարանի որոշման վրա եւ արեցին այն, ինչ պետք է անեին։ Ըստ երևույթին գողացան 60,000 ձայն, զրկեցին ԲՀԿ-ին խորհրդանում ներկա լինելուց, որը իհարկե մեծ խնդիրներ է ստեղծում ՔՊ-ի համար, չնայած հիմա էլ խնդրեմ ունեն սահմանադրական մեծամասնություն չունենալու հանգամանքը եւ այսօրվա ազգային ժողովի հիստերիան եւ ճղճղան խոսակցությունները խոսում են, որ շեֆերը վերևից, ավելի վերևից ջղայն են Նիկոլ Փաշինյանի վրա եւ մեր այսօրվա պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում խոսում են դրա մասին, որ հստակ արձանագրում են դրա մասին, որ ՔՊ-ն էլ չի հաղթել։ ՔՊ-ն այս մակարդակում է կեղծիքների, ահաբեկման, ուղղորդումների, կեղծիքների եւ մնացած բոլոր ասպեկտները հաշվի առնելով չի հաղթել։ Սա իրենց համար տոտալ ձախողում է եւ խայտառակություն։ Իսկ ինչպիսի ակնկալիքներ ունեք այս դատական նիստից, ինչ եք կարծում, ինչ որոշում կկայացվի։ Գիտեք, կուզեի կարծիք հայտնել, բայց դա կդիտարկվի որպես դատարանի վրա հավելյալ ճնշում կամ ինչ-որ այլ գործիք, որը կարող է ազդել նաեւ դատական process-ի վրա, կխուսափեմ գնահատական տալուց։ Ես իմ անձնական կարծիքը բնականաբար ունեմ, բայց այս պահին չեմ կարող հայտնել հաշվի առնելով նշվածած հանգամանքները։ Ուղղակի մի բան կասեմ, որ մեր երկրում արդարությունը ոչ միայն խոսված եւ վիրավորված է, այլև նվազ կարգավիճակում է գտնվում եւ մենք մեր քաղաքական ուժը փոփոխությունների թիմը պետք է ոչ միայն արդարությունը վերականգնի, այլ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, որը վերջին 8 տարում ամենաստորին մակարդակում է գտնվում։ Այսպես։ Ես եմ շնորհակալ։